Երևանում ու մարզերում վաղվանից նորից կարելի է սկսել ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց։ Օրենքի երկարաձգումը մտնում է ուժի մեջ, բայց շարունակելու է տարածվել մինչև 2021 թվականը կառուցված գույքի նկատմամբ։ Կադաստրում նման մոտ 70,000 հաշվառման դիմում արդեն իսկ ստացել են, որ դեպքերին է այն վերաբերում, հիշեցնում է կոմիտեի ղեկավարը։ Եթե չունեն քաղաքաշինական փաստաթղթեր եւ առանց դրա կառուցել են պարիսպ, որևէ կցակառույց, սեփական տանը ավելացրել են որևէ սենյակ, կամ բակում կառուցել են որևէ գոմ, որևէ տնտեսական շինություն, կամ օրինակի համար բազմաբնակարան շենքին կցակառույց են ավելացրել, կամ ավտոտնակ ունեն, այո, այսինքն այս բոլոր շինությունները, որոնք որ կառուցվել են սեփականատերերի կողմից, թե սեփական հողամասի վրա, թե համայնքային ու պետական հողամասի վրա, դրանք համարվում են ինքնակամ կառույցներ։ Ինքնակամն օրինական դարձնելու համար պետք է քարտեզագրողին պատվիրել գծագրել գույքն ու փաթեթն ուղարկել կադաստր, հետո էլ համայնքին դիմել ու վճարումից հետո սեփականության իրավունք ստանալ։ Բնակչությունը շատ ունի նաև կադաստրային քարտեզների սխալի հետ կապված խնդիր։ Հարևանների միջև կռվախնձոր հողի սահմանից միջև հասցեների ճշտում համակարգում փորձում են կարգավորել տարածական պատկերների միջոցով։ Մատակարարումների կտրուկ ավելացման ֆոնին նավիգացիայից օգտվողների գործը հեշտացնելու համար ինտեգրում են բազաներն, ասում է Սուրեն Թովմասյանը, միասնական ստանդարտի բերում եղած խառնաշփոթը։ Մեկ օրինակ եթե բերեմ, Մեսրոպ Մաշտոցի պողոտան բազայում եւ տարբեր որոշումներում մեկ տեղում կարող է լինել Մ կետ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում կարող է լինել Մեսրոպ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում առանց Մ-ի ուղղակի Մաշտոցի պողոտա, այսինքն այս խնդիրները եւ հաջորդաբար արդեն համարակալումները, երբ որ ընդունված է օրինակ փողոցի մեկ կողմում լինեն կենտերը, մյուս կողմում զույգերը, եւ զույգերը ենթադրենք 2-4 6 հաջորդականությամբ պետք է լինի, օրինակ մենք ինչ ենք տեսնում, որ կա երկու համարակալման բանշարժգույք, հաջորդ անշարժգույքը, որը պետք է լինի ըստ տրամաբանության 4 եւ ըստ կարգի, հաջորդ անշարժգույքի համար օրինակ 7 է։ Խոշոր ծրագրերից կադաստրը թեստային տարբերակով գործարկել եւ 1.5 ամսից բոլորին հասանելի կդարձնի ամբողջ Հայաստանը քարտեզի վրա ենթակառուցվածքներով ցույց տվող Map Armenia ազգային գեոպորտալը։ Այն կհեշտացնի ինչպես պետության, այնպես էլ տիմերի ու բիզնեսի կյանքը վստահեն։ Յուրաքանչյուր ներդրող կարողանում է էլեկտրոնային համակարգում տեսնել, այդտեղ ենթադրենք ջրի խմելու ջրի գիծ ունի, թե չունի, այդտեղ գազի հնարավորություն կա, թե չկա։ Տարեսկզբից արդեն նորացված տարբերակով է գործում կադաստրի էլեկտրոնային հարթակը e-կադաստրը։ 2025-ին բնակչությանը սպասարկած 1 միլիոնը գերազանցող դեպքերից 705,000-ը հենց ինտերնետով առցանց ստացած պատասխանած գործերն են։ Համակարգի բարեփոխումներն այնպես են առաջ տանում ինքնաշխատ դարձնեն մի շարք ծառայություններ, օրինակ այնպես անեն, որ եթե բանկը քաղաքացուն հիպոթեք է տալիս, անձը կարողանա արտասահմանից բնակարան գնել ու գրանցել իր իրավունքը։ Անշարժ գույքի շուկան ակտիվացնելու կարիք կա, վերջնական ամփոփված չէ, բայց Երևանում եկամտային հարկի վերադարձը հանելուց հետո գործարքների ընդհանուր թիվը երկրում պակասել է։ Մարդկանց, հատկապես միայնակ ծերերի խաբվելու վտանգ կադաստրում չեն տեսնում իրենց առաջարկած հետադարձ հիպոթեքի օրենքի պատճառով։ Տատիկ-պապիկներին այն հնարավորություն է տալու տունը գրավ դնել, դրա դիմաց ամեն ամիս փող ստանալ ու ըստ պահանջի ապրել, մինչև կմահանան ու բանկը կատարած ծախսը հետ ստանալու համար կվաճառի գույքը։ Հիպոթեքային վարկ տրամադրում են լիցենզավորված ընկերություններ, բանկեր, չէ, վարկային ընկերություններ, որոնք որ այսօր գործում են մեր շուկայում եւ հետեւաբար որևէ խնդիր, որևէ ռիսկ ես այստեղ չեմ տեսնում։ Հայաստանում շուտով կներդրվի նաև կողակցի սեփականության իրավունքը, ամուսնու մահանալու դեպքում այն թույլ կտա միայնակ տնօրինել ունեցվածքը, ժամանակավորապես արգախելով երեխաների ժառանգության իրավունքը, որ հանկարծ մտքներով չանցնի ծնողին ձերանոց տանել, տիրանալ տանը։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։